Որ այսօր ասում եք դա ինձ կարծիքն է, ձեր կարծիքը պետք է մնար ձեր տանը կամ ձեր մեջ, առավել ևս, երբ որ մենք գործ ունենք բարձրագույն կրթություն ունեցող հոգեբանի հետ։ Ստերից է ձևավորվում ձեր նկատմամբ ունեցած անվստահությունը, ես չգիտեմ ինչու համար ձեր խոսքին, հիմա ձեր խոսքին, ինչու ես հիմա ձեր խոսքին, այս խոսքին պետք է հավատամ եւ չհավատամ զորված զինծառայողների ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեր այդ ժամանակվա արված խոսքին, ինչու, որն է։ Այն ժամանակ զինվորական համազգեստով եք եկել հիմա բաճկոմա, ուրեմն ջինսով, չէ։ Մենք գործ ունենք նույն մարդու հետ, եւ հենց այս պատասխանատու մոտեցումն է բերել այս ճգնաժամի առաջացմանը։ Խնդրեմ, եթե ասելուք ունեք, ինչու պետք է ձեզ հավատամ հիմա, հավատամ դատարան, ինչու ձեր խոսքը պետք է հիմա ավելի արժանահավատ համարի, քան ծնողների հետ, այն ժամանակ այդ դեպքը ես հիշում եմ Արմանի Գագիկ Բարսեղյանի պապիկի հողարկավորությունը դեպքից քիչ անց էր տեղ ունեցել։ Այսինքն այդ ամենատարք ժամանակահատվածում դուք նման պնդում եք արել ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Եթե ինչ-որ բան եք այս հարցով ասելու խնդրում։ Նախ պարզաբան եմ, պարոն Գորիկյան, որ որևէ մեկի ին վրա ճնշում չի գործադրել։ Ես ձեր նշած մարդկանցից որևէ մեկի հետ չեմ հանդիպել։ Մասնավորապես Գարուշի, Ժիրայրի դեպքից հետո առավել ևս չեմ հանդիպել, որևէ նախաձեռնություններ չի եղել, որ ես իրանց հանդիպեմ, ոչ էլ իրանք էլ ինձ նախաձեռնել, որ հանդիպեն։ Իսկ որ ձեզ ես նշում եմ, ասում եմ կոնկրետ քննչականում ինչի համար, ու մանրակրկիտ ես բացատրել եմ հետևյալի մասին, որ ես դեպքի վայրում չեմ եղել, իմ գործողությունները եղել է որը, ասեմ ավելին դաժե հարց եմ ուղղել, չգիտեմ, չեմ էլ հիշում գրանցել են, թե չէ որ, պարոն քննիչ, ինչի համար ես կանչում, երբ որ դու ասում ես, ես տեղյակ եմ, որ դուք տարբեր, ես չեմ ուզում անկեղծ իմ անդրադառնամ, մեր ընկերը մահացել է, որ իրա մայից հետո դու կանչում ես, ասում ես, շուտ պետք է կանչեինք իմի, չի էլ, որ չեմ ուզում, մեր ընկերը Բարսեղյան Արմանը, որ մահացել է, իրա մահվանից հետո, բավականին հետո, մի 6 ամիս հետո նորից կանչել է, դուք սենք զրույց եք ունեցել, քննիչը, ու ասում եմ, որ շատ բան կա, որ մենք, որ ընտանիքի միջավայրում քննարկել ենք, ոնց կարար ուներ, ոնց կարար չլներ, այս տիպի վարկածներ, որ ես չեմ ուզում հայտնեմ, որտեղ մեր ընկերը կենդանի չի։ Շատ, բայց ամենայնիվ, խորանում ես Արման Բարսեղյանի լուսավորի շատ ես շատ լավ ժամանակ եմ շփվել իրար հետ, լուսավոր մարդ է, ինքը իրար ցավ է, իրար սկից է, իրար ողբերգությունն է, մի խոսքով, բայց եթե ես ասեք, որ մենք տարբեր վարկածների մասին ենք քննարկել, ես ասում եմ, այս գործի գերակա շահը այն աստիճանի է, իմ խնդրանքը ձեզ, եթե դուք ինչ-որ վարկածի մասին ունեք սեփական պատկերացումները կամ ունեք որոշակի տեղեկություններ, տվյալներ, որոնք կարող են որոշակիորեն այլ հատուցության վրա գնահատել այս տեղի ունեցածը, ես խնդրեմ դուք կարող եք խնդրում եմ ձեզ ասել, եթե ինչ-որ բան ունեք ասել այդ առումով։ Ես գիտեմ այնքանի իշխանով, որ հետևում եք պարոն Գորիկյան։ Ես անձնապես այդ ողբերգությունը ապրել եմ ու իմ համար անձնապես ուզում եմ իմանամ ձեր նշածը ի վերջոն է ձեր ասած, առավել ևս, որ ինչի հետ մենք գործ ունենք։ Շատ շնորհակալություն պարոն Ներսյան։ Իսկ ջուր կտակ որ խնդրեմ։ Դուք ում հանձնարարություն, ինչու եք գնացել հանձնարարություն եք կատարել, որ տեսել եք անձնակազմում։ Գիշերը որ չէի կարող կապ հաստատեի, ապնվել եմ բրիգադի կամանատարի հետ, ասեի չի հոսպիտալ, սաղ մարդիկ կան, հենց տենց, ողջ մարդիկ կան, մենա զինվորական հոսպիտալ, իջել եմ զինվորական հոսպիտալ։ Ինչ պետք անել, գնայիք ինչ պետք անել, դուք ինչ պետք անել, հավաքելիությունը որն է։ Զինվորական հոսպիտալ, որ տենայինք ոնց է վիճակը իրանց, մարդկային օրը զուտ գնայինք տենայինք ոնց է վիճակը ովքեր է, ես չգիտեի։ Շատ իսկ դուք Ռադիկի, Ժիրայրին այդ օրը կամ այլ անձան, այդ օրը որ դեպքի վայրում դեպքեր են ողջ մնացել, ում եք տեսել։ Այդ օրը ռազմական ոստիկանությունից առավոտյան կողմեր, եթե արդեն չեմ սխալվում, այդտեղ գտնվող զինծառայողներին, որ տարել էին, բերել էին հոսպիտալ Բուզզնպա։ Այլ մեկ Ռադիկի ու Ժիրայրի մասին դուք ինչ կասեք, իրանց հետ հանդիպել եք այդ օրը։
Այդ օրը չեմ զրուցել, չեմ հանդիպել, բայց տեսել եմ, որ բերել են զինվորական հոսպիտալ զննելու։ Որպես հոգեբան, առավել ևս որ այդ դեպքից հետո իրանք ողջ են մնացել, ձեր չհետաքրքրեց նա հասկանայի ինչ է տեղի ունեցել։ Զգույշ զննում էին իրականացնում պարոն Նորիկյան իրանք։ Ես այդ ընթացքում նաև զուգահեռ գնացել էի սկորիների մեջից օգնում էի իջացնում էինք զոհված զինծառայողներին։ Օգնել եմ, ես եմ օգնել 2-3 հոգի։ Այսինքն անկեղծ ձեր չհետաքրքրիր, օրինակ ինձ մինչև հիմա հետաքրքրում է Ժիրայրի ու Ռադիկի հոգեբանական նկարագիրը դեպքից հետո։ Երիշեի մասին չեմ խոսում, բայց այդ ողջ մնացածների առավել ևս թեթև մարմնական վնասը այլված է ստացած անձանց Լևոնի չէ, Ռադիկի, Գարուշի, Ժիրայրի, օրինակ ձեզ որպես հոգեբան չհետաքրքրեց, նա տեսնեք այս մարդիկ ոնց է ողջ մնացել, ոնց է փրկվել, հիմա ինչ են զգում, գուցե վախեցած են, գուցե սարսափած են, գուցե չգիտեմ տեղում չեն եղել, լավ հոգեբանական վիճակի մասն են ուզում հարցնել։ Իրանք որ ոստիկանների հետ եկան, պարոն Նորիկյան, այդտեղ խառնաշփոթ իրավիճակ է։ Ես անգամ ներս մենք չէինք կարող մտնեինք, որ խոսայինք, որտեղ ոստիկանները բերել էին, առավել ևս որ արդեն հայտնի է ինչ ա եղել, լինելով մասնագիտությունը կապ չունի, ես նշեցի, որ անձնապես եմ ճանաչել, ես ինքս եղել եմ այդ ժամանակ, այդ ամբողջ ինֆորմացիան իմանալուց հետո, վատ վիճակում, ինչ առումով, որ ես ճանաչել եմ իրանց, այդ առումով, ու որ իրանց տենան, խոսան, ցանկանան, եղել է ցանկություն, որ իրանց տենանք իմանանք ի վերջո այդ ձեր նշածը, ինչ հանգամանքներում է, իրանք ինչ վիճակում են, կարան հետագայում ծառայեն, թե չէ, ինչ են զգում, ինչ են զգում։ Տեսական մի հատ բան տամ, որպեսզի հասկանանք իմ հարցի, ես ուզում եմ հավատալ, որ հասկանում եք հարցի ենթը։ Գիտեք, ուրիշ հոգեվիճակ կլինի, երբ որ ես հիմա դատական լիստերի դահլիճում եմ, այս տպավորությունից իմ օրնալի ուրիշ հոգեբանական իրավիճակ կամ նկարագիր ձևավորվի, լրիվ ուրիշ հոգեբանական վիճակում կլինեմ, երբ որ ես դատական լիստերի դահլիճում չլինեմ։ Օրինակ ես շատ ուրախ կլինեի, երբ որ մենք ունենենք այդ պատկերը համոզվելու համար Ժիրայրի, Ռադիկի, այդ տարածքում գտնվելուց հետո իրանց մոտ ձևավորված հոգեբանական իրավիճակի եւ դիցում ենթադրենք իրանք այդտեղ չեն եղել, հետո հանգամանքների բերումով են այդտեղ դեպքից հետո են եկել, դրանից հետո իրենք, այսպես ասած, նրանց հոգեբանական վիճակի վերաբերյալ ընդհանուր պատկերը։ Դուք օրինակ այդ իրանց տեսնելուց այդպես տպավորություն ձևավորվեց, որ իրանք այդ դեպքի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո կամ դեպքի ժամանակ այդտեղ են եղել, թե չէ։ Տպավորվեց այդպես, որովհետև այդ նույն հուզական բարձր վիճակում իրանք են եղել։ Այդ հուզական վիճակը Եվ վերջի երկու հարց եմ ուզում հարցնել, պարոն Մեսյան, դուք զոհված զինծառայողների դիերի, երբ որ ծնել եք բան, որ ում եք ճանաչել, լավսես կարճ ասեմ, որ եմ եք զոհված զինծառայողների։ Փորձում էի նմանացնել մարմնային առումով Գագիկին ու Արամին, որտեղ ամենաշատ իրանց եմ ճանաչել, Արամին այն առումով, որ բուժակն էր, մշտական հանդիպում էին, Գագիկին, որ նշեցի, որ հանգամանքներում ինչքան ժամանակ եմ ճանաչել, ու ոնց որ ես էլ էի փորձում էի փնտրեմ, նմանացնեմ, նաև այդ բանով, ես անձամբ տեսել եմ դիերը, որոնք որ եղել են բանում, մորգու, Վարդենիսում որ բերել են, փորձում էի ոնց որ նմանացնեմ, նաև հիշելով, ճանաչելով։ Բայց ճանաչել եք։ Ոչ։ Ոչ Արամի, ոչ Գագիկի։ Ոչ։ Diğeri bakmış orada menele. Rusya, Osmanlı dağıtımının lal, Rusya dağıtımı. Nasıl düşüyor? Yes, neşki xantimlerden. Нэг багтан нэрс масан ч байна. Նմանացել։ Եվ վերջի հարցը, պարոն Մեսյան։
Ընդհանրապես, դուք նշեցիք, որ Զովա զինծառայողների ճանաչել եք, պարբերաբար գնացել եք այդ ստորաբաժանում, նրանց հետ շփվել եք, առավել ևս Արման Բարսեղյանի հետ ունեցել, Արման Բարսեղյանի որդու Գագիկ Բարսեղյանի հետ ունեցել եք ջերմ հարաբերություններ, ընդհանրապես այդ ստորաբաժանում երբևէ ձեզ հայտնի եղել է զինծառայողների միջև հարաբերությունների լարման, սպաների եւ զինծառայողների միջև ծեծի, բնության, ֆիզիկական ներգործության, հոգեբանական ներգործության, որևէ ընկճվածության վերաբերյալ երբևէ որևէ տվյալ կամ չգիտեմ ինչ-որ փաստական իրողության մասին դες ինչ-որ բան հայտնի եղել է։ Ոչ։ Շատ պատասխանատու ես Հարց կա։ Ես ճիշտ հասկացա, որ Գարուշի քիչ այրվածքներ ստանալն է պատճառը, որ տպավորվել է իբր ինքը դառնից է դուրս։ Այո։ Բա էլի իբր որ Ալբանից իր հետ միասին դուրս է եկել մյուս տղան, նրա վրա ընդհանրապես վնասված միացած քերծված անգամ չի եղել, չէ՞ մի տպավորությունը իր մասին չեք ունեցել, որ ինքն է դեռից դուրս եկա, ոչ թե Գարուշ կամ երկուսն են։ Որտեղ ես իրան չեմ տեսել հոսպիտալում, անգամ իրան որ մեկը բուժ օգնություն որ օգնեք, սկովինեք, ավդրեք եւ այլն, դրանով է պայմանավորված է։ Ես հստակ չեմ իմացի, ինքը պատուհանով է դուրս եկել, գրնով թե դուրս նայել ինչ գործողություն է կատարել։ Ժիրայրի մասին է խոսքը։ Չէ, ասեք, դուք եք պատմում, գիտեք, դուք ասեք, ինչ գիտեք։ Որ նշեց Գարուշը եւ Ժիրայրը, ես մտածեցի Ժիրայրի մասին է խոսքը։ Նստեք մի խանգարեք։ Շարունակեք։ Ինձ հիշում ես Պարքիդայի ժամանակ Դերքով նախաքննական ցուցմունքը տվել ես միջև պետք է դրանից հետո Պանիխիդայից առաջ թե հետո Նախաքննական ցուցմունքը տվել են Պանիխիդայից 7 ամիս հետո 7 ամիս հետո օգոստոսին մեր խոսալուց հետո ես այդտեղ տարածորեն քո ասածը հիշացնեմ միած կարող է թարմացնել Գարուշի մասին խոսքը դա ասել Գարուշն ինձ ասել բուշլատը գցել եմ դեմքից դռնից թռել եմ դուրս բառացիորեն ոչ թե կարծիք ես հայտնվում կոմոդ է տպավորված է այլ որ ռեալ Գարուշը այդտենց ասել շարունակի հարցրեցի դե արդեն մենք գիտենք իրան դիլոգ եք արդեն սկսվել էին որ չէ դες բան չեմ ասել ծնողին էլ ասել էր հրաժարվող որ պետք լինի որտեղ որ պետք է այդ ամեն ինչը դու սենց ռեալ կասես ասեցին համ ուրիշ բառով էր ասել չասողը էս ինչի տղա է հիշում ես էլի Պատճառը չի չես ասել նախաքննական ցուցմունքի ժամանակ ստեղել ասում ես կարծիք է եղել ընդհանրապես նախ այդ ձեր ասածը որ դուք ասում եք ես հարգելով ձեր վիշտը ես երբևէ որևէ բան ասելուց չեմ օգտագործել հայերեն առհասարակ հաջորդներ դրանից անցել է 7 ամիս որ ինձ կանչել է ու այդ ընթացքում մի քիչ առաջ մենք նորից հղումը տվեցինք, որ Արման Բարսեղյանը մահացել է, Արման Բարսեղյանի իմ խոսակցությունների հետ կապված է, քննիչը հարց ունեցել, ու ես խնդրել եմ անգամ քննիչին, որ Կա, մի րոպե, հարցին կոնկրետ պատասխան։ Հարց, նայեք ես շուրը քեզ տո։ Ես ես ամեն րոպե դրություն, հարց իջեցրեց, հանգամանքն ասում, ասում եմ, այդ մասում դու այս ձևով այդպեցիք մեզ։ Ասել եք, թե չեք ասել։ ոչ։ Այսինքն մենք եկան Ես իմ կարծիքն եմ հայտնել առհասարակ։ Մի րոպե պատասխան։ Ես առհասարակ հայոյանքը իմ վարքագծին դեմ է։ Ես նշեցի այդ ժամանակ ասել եմ որ Գարուշը տեից, որը որ եղել է իմ կարծիքը։ Այդ իրավիճակից Բուշլատը գլխին, չէ՞։ Գարուշը ինձ ասեց Ոչ։ Ես որ դեպքի վայրում չեմ եղել, ես ոնց նկարագրեմ այդ ոնց է։ Ոչ Դուք որևէ բան ձեզ աշխատում Ոչ, պարոն դատավոր։ որևէ չնայած Նուրիկյանը հարցրեց, խնդրած լինել ձեզ, ամոթած լինել, Ոչ, ափեցրած լինել։ Ոչ։ Ես ոչ մեկի։ Այն ինչու՞ կայանում են տվյալը ինչ որ ասում են ու ձեր հիմա ասածը այդ հակասությունը ինչու՞ն է կայանում։
Ես նկարագրեցի, որ ոնց է եղել այդ խոսակցությունը ու ասեցի ինչից ելնելով եմ ես այդ կարծիքը հայտնել։ Ուժով իջեցած հաստու ձեր տղասությունը ընդհանրապես տարբեր բաների մասին է։ Քննչականում եմ այն հայտնել, ինչից որ ձևավորվել է այդքան բան եմ ասել։ Լավ, էլ հարցում եք։ Ես իրոք այդ հարցի վրա հարցը ասացա։ Ես միան լսի ինչ եմ ասում։ Ես քեզ հարց տվեցի, ասի Գարուշը, ես Գարուշի հետ հանդիպել եմ հենց այդ օրը, որ վերել է Երևանում հոսպիտալ։ Առավոտը շուտ։ Ասի Գարուշը ես մտա մոտը, ասի ասես բուշատը գցեցի վրես, հառա դուրս։ Չէ՞։ Դու ինձ ասես նույն բանը ինձ վարդենիցում ասեց։ Ես այդ խոսակցությունը մանրամասն Այո, ես ինչ խոսում եմ, նույն նայ, մենք հանդիպել ենք այդ օրը, նույն բանը, ոնց որ հոսպիտալում քեզ այդ հարցի պատասխանը տալի, նույնն էլ ինձ Երևանում է տալի։ Էլի գիշերն է եղել, Արբուսը բացած ես հոսպիտալում եմ եղել, որ այդ օրը բերել էին երկիները դեպի տարել։ Ասի, հա, նույն բանը ինձ ասել, հուշատը գցեցի վրես, թռա դուրս։ Նույնն էլ ինձ է պատասխանը։ Հիմա դու ինձ ասես Իմ ես թոփ պատասխանի հարց տվեք։ Պարոն Ծնով, ես որ նմանատիպ անգամ հարգելով ձեզ բոլորի կրկնում եմ եւս մեկ անգամ, որ ասել է, ենթադրաբար որ ոնց ասել, դա եղել է կարծիքը, շեշտեցի։ Այդ ժամանակ ծնողներով ասի Որը պետք է նա գարու ես դատարանում ասես, որ էդի ասին ախվեր ես այդ տղեն եմ, ես կյանքի տղը եմ, նայ բարեր եմ ասում, հիշում եմ սաղ հատիկարատ, ես պետքամ ախվեր ոչ մեկից ոչ ունեմ վախենալու, ես պետքամ հատիկարատի պետք ասում դատարանում, հիմա գնում ակվող, վրա, այդ ամենչ, հիմա պատասխան ես, որ ասում ֆուրա ես այն այդ ասախտր մնգյանի տղավարի, ինչ ասել ես, ստե ասա ախպեր, դու սաղ իմանա, որը դատախազներ է, իրաց մոտ ինչ-որ գլում է մնգները աղմիտուշիցելի հետևից, մեզ աղմիտուշիցը պետքի, մեզ պետքա ճշտությունը, պատասխանի որ իմանա, այդքան բան, մեզ պետքա որ իմանա, ով ինչ արել, որտեղ ճշտի հետևից, դեր չեն կապալեն աղմիտուշիցել, այդ աղմիտուշիցելը ոչ իման չի ճիշտ ասա, ուրիշ բան չեմ ասում, պատասխանը Մարդավարի դու գագիկին էլ ես ճանաչ է, մեր աղմանն ես ճանաչ է, իրաց ճիշտ ասած դույնում, սյո էդքան ման։ Հարգելի ծնող, ես կոնկրետ որ գնացել եմ, քննչական, գնացել եմ Արմանի ասացի հաղորդման, չգիտեմ, ինֆորմացիայի վերաբերյալ քննիչի մոտ, այդ ժամանակ արդեն ինքը կենդանի չի եղել։ Դրանից հետո մենք մշտապես այդ դեպքի վերաբերյալ ունեցել ենք զրույցներ, կոնկրետ նաև այդ հանդիպան, որ այդ ժամանակ սենց եւ այլն։ Ես իմի ասում եմ, ինչի՞ց է դա ձևավորվել իմ մոտ, որ այդ պատկերացումը, իր այդ վիզիոն տենալը, որ ինքը միջև էս քննությունը նկարագրում է դուրը, ուշտադը, դա այդպես ձևավորվել է, ու ես ասել եմ, որ ինքը տեղից է դուրս եկել։ Իսկ որ հիմի ձեզ տես դուք ման եք ասում, ասում եք այդ ժամանակ այդպես զրույց են ունեցել ու դուք ասել եք, կներեք, դուք պետք է գայեք հրավիրել քննչական, թե կամ Արմանը ինձ հրավիրել քննչական, ասել խնդրում եմ արի, որ ես այդ դեպքի վայրում չեմ եղել, առավել եւս ես ինչ պատմում եմ դրա հետ։ Ուրեմն առաջինը, ոչ մի ծնողները առավոտը շուտ բանում չի եղել հոսպիտալում, ես եմ եղել։ Ես եմ Գարուշին հարց տվել, Գարուշ եմ ձեր հարցի պատասխանը տվել։ Նույն այդ բանը քեզ պատասխան ասել եմ, դու պատասխանել ես, որ ախպեր նույն բանը ինձ ասել։ Դուրս է եկել, դռնից բուշատը գցել է վրա, դռնա դուրս։ Հիմա դրա պատասխան եմ ուզում, ախպեր, դու այդ նախադասությունը օգտագործել ես ընդ։ Այս կա ծնողը լսել է։ Թող քննությունը կպարզի քննությունը թե ոչ իրան բարերն եմ ասում, ինք իրա բարերն դեպքի վայրերը չլնելը կապ չունի դրա հետ, ինքը Գարուշի հետ իր ունեցած խոսակցությունն է մեզ հայտնել, դեպքի վայրերը ինչ պարտադիրացնես, որ այդ հասկանալի Ջիմայի բանը տանց անգամ որ ասեն, հասկացան։ Բաժանի
հասկացան, կա այլ ուրիշ հարց, եթե հարց կա։ Այս բանը աշխատում ես դու այդ Ասեց, աշխատում ես։ Դենա բարձր ոնց կարող է պատահի խոսքի վերևների ասած։ Դարիք մարդը դու մեծ հետևություն անի, այս է հիանա, ձեզանով ու մնացած որոշ սպայական կազմով։ Ախր եկեք բանանը դենա ռոդետան